Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է նոյեմբերի 3-ից մինչև 9 ընկած ժամանակահատվածի համար։ Քանի որ չի լինելու ամենօրյաները, այս ալիքում չեն լինի 4-ից հետո, մյուս ալիքում չեն լինի տեսանյութերը ամենօրյա 5-ից հետո, նոյեմբերի 5-ից հետո, որովհետև ինքնաբերաբար արեցի ամենօրյաները, բայց դա դուրս է գալիս։ Դրա փոխարեն կլինեն ավելի հետաքրքիր տեսանյութեր, ինձ թվում է ձեզ համար ավելի կհետաքրքրեն։ Իսկ ովքեր գրանցված են TikTok-ում, այնտեղ կարող եք նայել ամենօրյա, կարող եմ անել այնտեղ ընդհանուր, մեկ կանխատեսում։ Միգուցե ձեր մոտ այդ ընդհանուրից որևէ մի բան կլինի կամ յուրաքանչյուր այնտեղ մի քանի հարցերի պատասխաններ են լինում եւ դրանցից մեկը կարող է նաեւ լինել ձերը։ Այսքանը եւ հիմա կնայենք ինչպես որ միշտ ենք նայում անձնական կյանք, աշխատանք, ֆինանսներ եւ առողջություն։ Կնայենք առնետներին։ Ինչ է սպասվում տենանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին նոյեմբերի 3-ից 9։ Տեսնենք ընդհանուր ֆոնն է սա։ Ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Տատանում է սա։ Տատանում ոմանց համար կասկածանք, ոմանց համար նաև տարբեր ուղղություններ։ Ամեն մեկը ոնց որ գնում է իր ընտրած ուղղությամբ։ Երկու տարբեր մարդիկ, միգուցե աշխատանքի բերումով, միգուցե անձնական կյանքի բերումով, ամեն մեկը իրենն է ընտրում։ Կամ նաև սա ոմանց համար ուղղակի ընտրություն է, որ շաբաթվա ընթացքում անընդհատ կմտածեք այդ ուղղությամբ։ Տեսնենք անձնական կյանքը։ Անձնական կյանքում մի փոքր վեճեր են, այստեղ դրա համար ես արդեն նշեցի, որ պետք է զգույշ լինեք բաժանման հետ կապված, որովհետև ամեն մարդ կարող է գնալ իր ճանապարհով։ Նաև սա կարող է տունակ մաքրում, օրինակ վերանորոգումից հետո կամ տեղափոխությունից առաջ, այդպես տները մաքրում եք, հավաքում եք այս տունը, այն տունը, որպեսզի տեղափոխվեք։ Բայց նաև դե սա ընդհանուր առմամբ ինքը վեճի քարտ համարվում։ Աշխատանքի հետ կապված որոշ հնարավորություններ կունենաք, միգուցե ձեզ ինչ-որ բաներ են առաջարկում եւ դուք ընտրության առջև եք կանգնած լինում, բայց ինչ-որ հեշտ գործողության, հեշտ ընդունվելու աշխատանքի, հեշտ բացելու բիզնես, ինչ-որ բաներ են, որոնք որ ավելի կհեշտանան, եթե ուզում եք տնօրենին տեսնեք, ավելի հանգիստ, ավելի հեշտ, արագ կարող եք տեսնել իրեն խոսել։ Գումարի հետ կապված այստեղ տղա է, կարող է դուք եք պարտքիրեն, ինքնապարտք ձեզ, ինչ-որ գումարային հարցեր են, որոնք որ պետք է քննարկեք, խոսեք իրար հետ։ Կարող է ներդրում է անում ձեր գործունեության մեջ, բիզնեսում։ Ամենայն դեպս ձեր տնօրենը կարող է լինելով, որ ձեզ գումար տա, ձեր ամուսինը կարող է գումար է փոխանցում։ Իսկ առողջության վերաբերյալ ուշադրություն դարձրեք կանացի օրգաններին, տղամարդկանց օրգաններին այս օրերին, այս շաբաթվա ընթացքում, եթե ընկնում է սա, դա հորմոններն են, նաև ուշադրություն դարձրեք, որ այնպես օդի մեջ, մեկօրյա սիրային վեբ չունենաք, սեռական կյանք, որովհետև դա նաև նշանակում է ինչ է նշանակում, մոռացա այդ բառը։ Մեկ հայերենը գնում է վարակվել։ Փորձեք որպեսզի չվարակվեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին, վարազներին, եզերին, վարազներին չգիտեմ ինչ աստղի, հետաքրքիր է։ Այսօր կանխատեսումը, դուք բանտեղ մի դրեք, դուք գիտեք, որ դուք ցուլ եք տարվող ծնված, ուրեմն մնացած բառերին բանտեղ մի դրեք։ Ինչ է սպասվում ցուլերին, տարվա ծնված իհարկե, նոյեմբերի 3-ից 9։ Բարձր տրամադրություն, ուրախ պահեր, անակնկալներ, նվերներ, ժամադրություն ոմանց համար, ծնունդ, առիթ, որ բարձր տրամադրություն կունենաք։ Անձնական կյանքը,
Միգուցե գիտեք վարազների հետ է ինչ-որ մի բան կապված, միգուցե վարազի հետ եք ծանոթանում, դրա համար ասեցի, որովհետև ցուլն ու վարազը վերջին նշանն է։ Ուրեմն այստեղ նոր անձնավորություն մեծ կարող ծանոթանալ հենց կարող վարազ է, ուշադրություն դարձրեք, նաև կարող ձեր ամուսինն է, ձեր տղան է վերադառնում են տուն, ավելի շատ սա մի փոքր ավելի տարեց է, կարող ձեր հայրը նաև լինել, կամ ձեր տղան, այստեղ երիտասարդ չի այս մոտ, երիտասարդը սա է։ Նաև կարող է ձեր տղան է, տուն պետք է գնաք, մնաք, կամ ինքը կարող է գալ ձեզ խնամել, կարող կարիքը կա, գուցե նաև նոր ծանոթություն է, որպես ընկեր, հա, կարող է ընտանիքներով այդպես ծանոթանաք։ Կամ ինչ-որ տղայի, հա, ծնունդն է, առիթն է։ Նաև աշխատանքի վերաբերյալ կտրուկ քայլ կարող եք անել, սա կտրուկ կամ փոփոխություն է աշխատանքում, կամ վեճ աշխատանքում, ուշադիր եղեք այստեղ, կարող եք նաև վիճել դիմացինի հետ։ Նաև եթե ինչ-որ բիզնես ունեք, ապա գործունեության փոփոխություն, հա, ոնց որ մարդը կտրուկ կամ փոխում եք ընդհանուր, այսինքն ոնց որ վաճառում եք օրինակ քարտեր, հիմա վաճառում եք փայտեր։ Հա, բացարձակապես այդպես կտրուկ փոփոխություն ձեր բիզնեսում, ձեր գործունեության մեջ։ Նաև դե ուշադիր եղեք, որպեսզի եթե սուր գործիքներով եք աշխատում, որպեսզի ձեզ չվնասեք։ Եվ գումարի հետ կապված, այստեղ կարող եք գումար ծախսել ծննդաբերության համար, երեխաների հետ կապված, այստեղ կարող է ծնունդը առիթ է ինչ-որ մի բան է եւ երեխաների հետ կապված գումարներ ծախսեք, ում ձեր երեխաները կարող են ձեզ գումար փոխանցել։ Եվ եթե ծնունդ ունեք, ապա եւս հա, ոնց որ ծնունդի վրա է դա առիթին, ուտելիքների վրա կարող եք գումար ծախսել։ Եվ գումար կարող է գալ, եթե առիթ ունեք, հա, այդպես գումարներ ձեզ նվիրեն։ Ավելի շատ նաև բիզնեսից կարող է գալ գումար այս շաբաթվա ընթացքում, ովքեր որ ունեն բիզնես։ Կարող է չնչին է, ինչ-որ փոքր, հա, գումար է դա, բայց կգա։ Եվ ուշադրություն դարձրեք առողջությանը, սա տղամարդկանց օրգաններն են եւ նաեւ կանացի, նաեւ հորմոնները, ձվարանները եւ այլն, եւ իհարկե վարակը։ Այս շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր ինտիմ հարաբերություններ, որ կլինի անծանոթ մեկի հետ, կարող է նաեւ բերել վարակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ թռավ, ուսում, գուցե պետք է սովորեք, գաղտնիք բացահայտվի։ Ինչ է սպասվում վագրերին նոյեմբերի 3-ից 9։ Նամակ, փաստաթուղթ, կամ կստանաք, կամ կստորագրեք, գուցե նամակագրական կապի մեջ եք լինում ինչ-որ մեկի հետ, կամ նոր սեր է, նոր հարաբերություններ եւ անդադ գրվում եք իրար հետ, կամ սոցցանցերով եք ծանոթանում։ Նաեւ որ տեղեկատվություն է, որին սպասում եք, դա կստանաք։ Բաներ եք պատվիրել, դրանք բերեն այս շաբաթ։ Ցուցակ կարող եք կազմել, եթե գործունեություն եք ուզում սկսել, բիզնես եք ուզում սկսել, հա, ցուցակ կարող եք կազմել։ Անձնական կյանքը։ Նեք աշխատանքի հետ է դա կապված։ Գուցե աշխատանքային պայմանագիր եք կնքում, միգուցե բիզնես եք բացում։ Փոփոխություն է անձնական կյանքում, սա կամ տեղափոխվում եք մեկ այլ տուն, մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, ընտանիքով կարող գնում եք ճամփորդության եւ փոփոխություն անձնական հարաբերություններում, փոփոխություն անձնական կյանքում, սա ընդհանրապես լավ փոփոխություն է իրենից նշանակում։ Աշխատանքի հետ կապված նաեւ հղիություն կարող է լինել, ծննդաբերություն նույնպես։ Աշխատանքի հետ կապված սա ինչ-որ պայմանագիր է։ Պայմանագիր եք կնքելու հստակ կամ աշխատանքի են ձեզ կանչելու ինչ-որ նամակով, SMS կարող են ուղարկել, որ գնաք հարցազրույցի եւ այլն, ինչ-որ պահեր են, որ աշխատանքի հետ է կապված, բիզնես կարող եք բացել, փաստաթղթերը ձևակերպել, փաստաթղթերը դասավորել, որպեսզի գնալ դիմել։
Գումարային առումով գումարի քարտն է, այսպես թե այնպես գումար է գալու կամ գումար եք ծախսելու, կարող վճարում եք, այստեղ ինչ որ մի փաստաթուղթ է եկել, որ պետք է վճարեք, վճարում եք անում կամ գումար եք ստանում։ Երկուսից մեկն է այստեղ։ Եվ առողջության հետ կապված անցյալին ուշադրություն դարձրեք, այն ինչ որ կար, ինչ որ բան այնտեղ չդրեցիք, այն ժամանակները հիմա կարող գլուխ բարձրացնել։ Ոնց որ թեթև էր ձեզ համար, ասացիք, դե լավ դե ես իմ պետք չի, բայց հիմա կարող այն գլուխ բարձրացնել, դա ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին նոյեմբերի 3-ից 9-ը։ Ընդհանուր ֆոնը, բարձր տրամադրություն, ուրախություն, էներգիավլի, ինչ-որ լավ բաներ տեղի կունենան, որ ձեր տրամադրությունը կբարձրացնեն, ամբողջ շաբաթ բարձր տրամադրություն կունենաք։ Ինչ էլ որ ընկնի, այստեղ միևնույն է, ոնց որ դա չի փչացնի ձեր տրամադրությունը։ Անձնական կյանքը, ծանոթանում եք նոր սեր, նոր հարաբերություններ են, ընդունվում եք օրինակ աշխատանքի, շատ գումար է գալիս։ Առողջությունն է լավ, դրա համար ամեն ինչ լավ է այստեղ։ Անձնական հարաբերություններում, ովքեր միայնակ են, սա ժամադրություն է, նոր ծանոթություն, նաև ընտանիքներում անակնկալ, նվերներ, ծնունդ, առիթ, ինչ որ ուրախանալու պահեր։ Տրամադրությունը կբարձրանա եւս ամբողջ ընտանիքին է վերաբերվում, ինչ-որ մի լավ բան տեղի կունենա։ Եվ աշխատանքի հետ կապված պետք է մանրուքներին ուշադրություն դարձնեք, կամ մանր-մունր աշխատանքներ են, որոնք պետք է անեք, կամ մանր-մունր պատվերներ են, որոնք որ պետք է անեք, կամ աշխատանք է սա, ինչ որ գործեր եք անելու փոքր-մոքր։ Կամ եթե ինչ որ գործի մեջ եք աշխատում, որը շատ իրենց պահանջում է, ուշադրություն, ապա սա հենց դա է ասում, որ պետք է ուշադիր լինեք յուրաքանչյուր դետալին։ Գումարի հետ կապված այստեղ մի փոքր իմաստուն պետք է լինել եւ ճիշտ ծախսել գումարները, նաեւ դա կարող է լինել օծեր, ովքեր որ ձեզ այնց գումար ցանկանան վերցնել, միգուցե նաեւ վերցնեն ու հետո չտան, կամ պարտքեն եւ այդպես սա ինչ իրանց վատ են պահում, նաեւ կարող նախանձում են ձեր ֆինանսական վիճակին։ Իսկ առողջությունը այստեղ չգիտեմ, այստեղ ամենայն դեպս այս շաբաթ ինչ-որ մի բան տեղի չունենում, բայց միգուցե արդեն իսկ եղել է, հա, դրանից կարող բխել այս դեպրեսիվ վիճակը, այս անքնությունը նաև, կամ ուղղակի ունեք անքնություն, խմեք մագնեզիում, դուք ամեն ինչը կփոխվի ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին նոյեմբերի 3-ից 9-ը։ Տղա է, ում հետ այս շաբաթ շատ կլինեք, միգուցե ձեր հայրն է, ձեր ամուսինն է, նոր ծանոթություն է, նոր երիտասարդ է, ձեր տնօրենն է, կամ ինչ-որ տղայում հետ կաշխատեք այս շաբաթ, կամ իր պատվերը կարող եք անել այս շաբաթ։ Անձնական կյանքը վիշապների, միգուցե ձեր հայրն է, ում պետք է խնամեք։ Այստեղ ընտանիքը հարաբերությունները կայուն են, եթե ինչ-որ մի խնդիր կար հարաբերություններում, ապա սա ասում է, որ ամեն ինչ կնորմալանա, ամեն ինչ կխաղաղվի, ամեն ինչ կկայունանա, հա, ինչ-որ խնդիրներ չկան, խնդիրներ չեն լինի, եթե հա կար։ Եթե չկար էլ, միևնույնն է, էլի ամեն ինչ հանգիստ կլինի, ամեն ինչ նորմալ։ Նույնն էլ հարաբերություններում, եթե ուղղակի դեռ շփվում եք իրար հետ, նորմալ, հա, ինչպես որ կար, մինչև այս իրար հանդիպում եւ այլն, նույնն էլ դա կլինի։ Նաեւ սա ավելի կամրանա ձեր հարաբերությունները։ Կարող եք ծանոթանալ արդեն ծնողների հետ, կամ ավելի զգաք, կամ խոսեք արդեն ամուսնության մասին, նշանադրության մասին։ Այն աշխատանքը շատ ծանր է։ Կամ ձեր տնօրենն է, ով որ ձեզ շատ է աշխատանք տալու, ծանր է լինելու աշխատանքը։ Կամ դժվար է։
դժվար աշխատանք եք անելու այս շաբաթ կամ շատ է բեռը, շատ է պատվերը, որ պետք է անդադ անեք։ Աշխատանքում նաև փորձություն կարող է լինել, օրինակ ձեր տնօրենը կարող է տալ ինչ-որ մի գործ, որը տեսնի կարողանաք արդյոք գլուխ անել, թե ոչ։ Չէ, բաներն, որ ոնց որ ստուգվելու եք անգամ, հա, այդպես կարելի ասել։ Իսկ գումարի հետ կապված, միգուցե եկամուտները քիչ են առայժմ, եթե բիզնես ունեք, ապա ոնց որ քիչ-քիչ դանդաղ իրենք կկարգավորվեն, ոչ հիմա միշտ ապեք։ Նաև գումար կարող եք ծախսել ձեր առողջության վրա, ձեր գեղեցկության վրա, միգուցե փոխում եք հիմքից մազերի գույնը, սա եւ դրա վրա գումար եք ծախսում։ Գուցե դուք եք նման աշխատանք անում եւ դրանից գումար եք վաստակում։ Իսկ առողջության հետ կապված հղիությունը, ծննդաբերությունը, նաև մանկական տրավմաներ են, մանկական վարչախնդիրներ են, ու մանկական հիվանդություն է, որը այնտեղ ջրծաղիկ է, չգիտեմ, միգուցե նաև դա է կամ մանկությունից եկածող որևիցե հիվանդություն է, որը կարող է եւ կամ սրվում է կամ իր մասին կարող է հիշեցնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին նոյեմբերի 3-ից մինչև 9։ Ընդհանուր ֆոնը սա կորուստ է եւ մանր-մուներ խնդիրներ են, որոնք որ առկա են ձեզ մոտ, որոնք որ պետք է լուծեք։ Իսկ կորուստը դա կարող է լինել հեղինակության կորուստ, նաև աշխատանք եւ այլն, հա, տեսնենք հիմա միգուցե ցույց տամ։ Անձնական կյանքը այստեղ ավելի շատ ոչ թե կորուստ է, այլ ոնց որ շատ ծախս երևի թե։ Անձնական հարաբերություն բացարձակ խնդիր չկա։ Ոմանք ուղղակի կարող է փորձեն փակել դուռը այդ հարաբերությունների, այլևս չանդրադառնալ այդ հարաբերություններին, բայց սա ընդհանուր առմամբ հաջողություն է եւ ընտանիքում խաղաղություն, ուրախություն, ամեն ինչ, հա, ընտանիքի հետ կապված ինչ որ մի բան տեղի կունենա, որ ձեր բոլորի համար է լավ լինելու։ Աշխատանքը այստեղ ընտրության առջև եք կանգնելու, միգուցե հենց դա է, կորցնեք մեկը, գտնեք մյուսը, թե ինչ անեք, կամ կարող կորցրել եք արդեն եւ հիմա տատանվում եք ինչ անեք, ուր գնաք, որտեղ դիմեք, ինչ աշխատանք անեք, միգուցե ուզում եք ձերը բացել, թե ուղղակի գնալ այդ աշխատանքի վայրից, եթե աշխատում եք դեռևս։ Առաջարկ կարող է ստացած լինեք եւ դրա մասին մտածեք, թե ինչ անեք։ Արդյոք աշխատեք այդ մարդու հետ, այդ մարդու մոտ, թե չէ։ Եվ գումարը այստեղ անսպասելի գումար եք ծախսել, հենց դա է որ կորուստ է, եւ ուշադիր եղեք ամենայն դեպս ձեր դրամապանակին, ձեր գումարներին, որովհետեւ այստեղ կարող մինչև են որ գումարների վերջը գումար ծախսեք, այն որ վերջին 10 դրամն անգամ գրպանից հանեք ու վճարեք։ Համար ուշադիր եղեք, դա կարող է լինել կտրուկ քայլ, կտրուկ ծախս, կամ անհրաժեշտ է դա անել, կամ ոնց որ անմտածված է դա նաև կարող եք դուք փոխել ձեր եկամուտի աղբյուրը եւ շատ անսպասելի կտրուկ դա լինի նաև կորուստ, այսինքն այս պահին կորցնում եք դուք ձեր եկամուտի աղբյուրը, մյուս եկամուտի աղբյուրին եք գնում։ Եթե երկրորդը կա, հա, բայց այդպես մեկը կտրել դեռ որ երկրորդը կախված է ինչ-որ միտեղ, այդպես չի կարելի։ Իսկ առողջության հետ կապված ընդհանրապես ավելի շատ ծերության հիվանդություններ են, նաև մարդը արդեն զգում է, որ մեծացել է։ Հա, հայլու մեջ որ նայում է, արդեն ինքը զգում է, որ արդեն մեծացել է, տարիքն առել է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին նոյեմբերի 3-ից մինչև 9։ Նույն բանը, ոնց որ նախորդ նշանին էր, կորուստ է սա, բայց դե տեսնենք, հա, կորուստը միգուցե արդեն եղել է, կորուստով մտնում եք այս շաբաթ, միգուցե նաև կորուստը այս շաբաթ է։
Տեսնենք, որտեվ ինքը միշտ չի նշանակում կորուստներ, նաև նշանակում է մանր-մունր խնդիրներ, որտեվ իրանք խնդիր են ստեղծում, եւ դե կորուստներն նաև որ գողանում ուտում են։ Տեսնենք անձնական կյանքը։ Նեք առողջությունն է այստեղ եւ մի փոքր էլ ֆինանսները, եթե այստեղ վերագրենք, որ դուք կարող եք հանդիպել պետավտոտեսուչներին, հա, այդտեղ կորուստը կարող է լինել այն, որ ձեզ շտրաֆ գրեն, հա, գումարի կորուստ այստեղ լինի։ Իսկ անձնական հարաբերություններում սա փոփոխություն է նշանակում, փոփոխություն տան, ընտանի բնակվայրի, երկրի, քաղաքի, մի խոսքով նաև այդպես փոփոխություն, նաև փոփոխություն հենց ձեր անձնական հարաբերություններում, ձեր կյանքում։ Ինչ-որ մեկը կարող է մուտք գործել, ինչ-որ մեկը կարող է հեռանալ, այն ինչ-որ նման ոչը մի բան է, որը փոփոխություն է բերում ձեր կյանք։ Ոմանց համար է սա հղիություն է կամ ծննդաբերություն, երկար ճանապարհ կամ կարող եք գնալ։ Աշխատանքի հետ կապված սա դանդաղ աճ է, դանդաղ առաջ է գնում ձեր բիզնեսը, ձեր աշխատանքը, միգուցե դրա համար եք մտածում կարող եք կորցնել դա, բայց եթե դրա մասն եք մտածում, դա ավելի շատ ոնց որ արմատներ է մխրճում, դա ավելի է կամրապնդում ձեր դիրքը եւ դանդաղ է բարձրանում, բայց հիմնական է դա այդ աշխատանքը, թեկուզ այդ բիզնեսը։ Նաև կարող է ընտանեկան ոչը գործ սկսեք, ընտանեկան ոչը բիզնես սկսեք կամ շարունակեք ձեր ծնողների գործը։ Եվ գումարի հետ կապված այստեղ կամ ձեզ կօգնեն գումարով, ինչ-որ մեկը կարող է լինել օգնել, նաև դա հենց ավտոտեսուչն է, որը կարող է հանդիպել եւ այդպես գումար տալ։ Գումար կամ տակ, հա, այնտեղ կամ շտրաֆ է կամ անցում եք անցնում սխալ ճանապարհով, դա է գումար եւ այլն։ Իսկ առողջության հետ կապված այստեղ խնդիրներ կան։ Այստեղ հստակ նայեք կորուստ է, նաև այստեղ կարող է լինել քրտնարտադրություն, այստեղ կարող է լինել իմունիտետի նվազում, ինչ որ իրավիճակ է, որից որ պետք է կարողանաք դուրս գալ։ Դրա համար հետևեք ձեր առողջությանը։ Ճիշտ սնունդ կերեք, որպեսզի ամեն ինչը նորմալ լինի այստեղ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին նոյեմբերի 3-ից 9-ը։ Ուշադրության կենտրոնում կլինի ուսումը, ոմանք նաև փաստաթղթեր կձևակերպեն, ոմանք նաև այստեղ զաքսավորում է կամ բաժանվում է, կամ նաև գաղտնիք է, որը կբացահայտվի, կախված է թե որ ոլորտում է, այստեղ ինչ-որ մի ոլորտում կլինի։ Անձնական կյանքը մի քիչ այստեղ ուրեմն անձնական կյանքում բարդություններ կան, այստեղ բախվում եք, միգուցե գաղտնիք է բացահայտվում, դրա համար եք բախվում որոցա խնդիրների։ Նաև ինչ որ բան է, որ ընտանիքով կամ չեք կարողանում անել, կամ չեք կարողանում ստեղծել, ինչ որ խնդիրներ են կամ եթե միայնակ եք ուզում եք դիմացինին մոտենալ, անընդհատ բախվում եք խնդիրների, այս շաբաթը կարող է այդպես լինել, մի հիասթափվեք, ավելի լավ է ուղղակի հանգիստ թողեք դիմացինին, ուրիշ ոչինչ։ Նույնն էլ ընտանիքում, եթե ինչ-որ խնդիրներ կան, անընդհատ իրար չեք հասկանում, լավ կլինի մեկը մյուսին հանգիստ թողի ուղղակի։ Աշխատանքի հետ կապված սա կարող է պայմանագիր է ոմանց համար, պայմանագիր կարող եք կնքել։ Բիզնես գործընկեր եւ այլն նաև ձեր տնօրենը կարող է լինել ում հետ շաբաթ անընդհատ ոնց որ կառնչվեք, նաև ինչ որ տղա է, որ պատվիրել է ձեզ կամ իրար հետ կարող եք ոչը գործ սկսել, նաև ինչ որ մեկը գա ձեզ մոտ աշխատի կամ իրար հետ պետք է, հա, աշխատանքի վայրում իրար հետ պետք է ինչ որ բաներ անեք, ինչ որ առաջադրանք ունեք։ Գումարի հետ կապված հակամ երեխայի գումար է, որը կստանաք, նա եթե ընդհանրապես հիմա ոնց որ թե կա կարելի է նաև դա էլ մտցնել այս քարտի մեջ։ Նաև գումար կարող եք ծախսել երեխաների վրա, երեխաների հագուստ եւ այլն։
Եվ գումար կարող է գալ բիզնեսից։ Եթե բիզնես ունեք, ապա այդտեղից կարող է գումար գալ, կամ երեխաները ձեզ գումար ուղարկեն, կամ դուք երեխաներին գումար ուղարկեք, կամ ինչ-որ վճարներ տաք, այնտեղ ուսման վճար է եւ այլն։ Եվ առողջությանը լավ հետևեք, որովհետեւ այստեղ մանր խնդիրներ են, հա, մանրուքներ են, որոնք դուք բանտեղ չեք դնում, դե մտածում եք, դա ինչ-որ որ փոքր ինչ-որ բան է, բայց պետք է անպայման ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը։ Մի անտեսեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին նոյեմբերի 3-ից մինչև 9-ը։ Ընդհանուր ֆոնը միգուցե անհանգստություն է, միգուցե նաև շատ շփում։ Անթեթ կարող եք շփվել տարբեր մարդկանց հետ, սա նաև կարող է լինել բամբասանք, խոսակցություններ, կամ նոր մարդկանց հետ կարող եք ծանոթանալ, անընդհատ հետ շփվեք, նրա հետ շփվեք։ Անձնական կյանքը Անձնական կյանքում այստեղ տղաների համար նոր աղջիկ է, նոր ծանոթություն է, սա նաև ձեր աղջիկը կարող է լինել, ձեր քույրը, ձեր մայրը, ում հետ շատ կառնչվեք այս շաբաթ, ինչ-որ բաներ կարող եք լուծել իրար հետ, ինչ-որ հարցեր կարող եք քննարկել իրար հետ, գա ձեր տուն մնաք, դուք գնաք իրենց տուն մնաք, այս մեկ շաբաթը նոր ընկերուհի կարող եք ձեռք բերել, որ գա ձեր տուն գնա, այդպես։ Կամ հարևանուհի կարող եք նոր ստանալ եւ այդ հարևանին անընդհատ գնա գա։ Աշխատանքի հետ կապված սա ոչ է տղա է, ում հետ տղամարդը ավելի շատ եւ թե ձեր տնօրենը կարող է լինել, ձեր մենեջերը կարող է լինել, կամ դες օգնեն աշխատանքի ընդունվեք, կամ գնալ եք հարցազրույցի տվյալ անձնավորության մոտ։ Նաև բիզնես կարող եք իրար հետ բացել, որոշել իրար հետ սկսել բիզնես, կամ ձեր հայրն է իրար հետ եք սկսում, ինչ-որ գործողություններ եք անում, կամ բիզնես գործընկեր է ուղղակի, խոսում եք իր այդ պայմանավորվում, հա այնտեղ շատ շփում կար։ Գումարի առումով հիանալի է, գումարը կա, գումարից չեք նեղվում բացարձակապես, միգուցե գումար է գալիս, մեծ կամ աշխատավարձն են բարձրացնում, ինչ-որ մի հաջողություն կա գումարի հետ կապված, կամ վարկ եք ձևակերպում, անսպասելի ինչ-որ մի տեղից կարող է օգնություն եք ստանում, ինչ էլ որ գնեք, ոնց որ դա եւս հա պետքական կլինի ձեզ, այն ինչ-որ անպետք իր չլինի։ Եվ առողջության համար այստեղ ինչ-որ դեպրեսիվ վիճակ է, ոչ էլ արված վիճակ է, պետք է հանգստանաք ավելի շատ, լավ քնեք, որտեղ սա նաև կարող է քնություն է, գիշերներ անդադ արթնանում եք, հա պետք է ուղղակի կարողանաք հանգստացնել ձեր ուղեղը, որպեսզի կարողանաք քնել ճիշտ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին նոյեմբերի 3-ից 9-ը։ Ընդհանուր ֆոնը սա կորուստն է։ Կորուստ նաև հեղինակության, կորուստ դե կարող լինել նաև մանր-մունր խնդիրներ, անձնական կյանքը, միգուցե այստեղ կորուստներ չկա, միգուցե նաև մեկը մյուսից լավ քարտ է, միգուցե կորուստներ արդեն ունեցել եք եւ այդպեսով մտնում եք շաբաթ։ Ինչ-որ մի բան է, ինչ-որ անհանգստություններ են կամ ինչ-որ խնդիրներ են, որովհետեւ այստեղ ընդհանուր առմամբ խնդիրներ չկան։ Այստեղ նաև ամուսնության առաջարկ է, սիրո խոստովանություն, ուրեմն կարող են գնալ հարսանիքի կամ ձեր հարսանիքն է այս շաբաթ։ Գործարք է սա, ընտանիք է, ընտանիքի միավորում, եւ այստեղ դե չգիտեմ, միգուցե նաև ոմանք որոշում են բաժանվել, չգիտեմ, այստեղ հստակ ընտանիքն է ընկել, եթե կորուստ, ապա կարող է միայն դա նշանակել։ Ինչ որ բան կորցնեք։ Ինչ որ դե ամենայն դեպս վեճը չի ինգե, չեմ կարող հստակ ասել, որ դա անձնականին է վերաբերվում։
Կարող ուղղակի վախեր ունեք, որ պետք է կորցնեք, որտեղ այստեղ նման քարտեր էլ չկան, ախր վախեր էլ չկան։ Աշխատանքում այստեղ ուրախություն, բարձր տրամադրություն, նաև կարող աշխատանքի վայրում է սիրավեպը, սիրահարվում եք կամ դուք եք սիրավում կամ ձեզ են սիրահարվում եւ կարող նաև ժամադրության գնալ, այդպես աշխատանքային սեր, բայց աշխատանքը ձեզ կուրախացնի, ինչ որ մի բան տեղի կունենա, որը ձեզ շատ կուրախացնի։ Այնտեղ կարող են նաև անակնկալներ լինեն ձեզ համար անսպասելի, որ կզարմացնի ձեզ, նաև անակնկալ ինչ որ ծնունդ կարող է լինել, ինչ որ մի քեֆ, ուրախություն, ինչ որ մի բան կարող է տեղի ունենալ։ Ուսման քարտն ենք էլ գումարի հետ կապված, դա նշանակում է, որ գումար կծախսեք ուսման վրա, գումարը կծախսեք ինչ-որ գրքեր գնելու համար, նաև միգուցե ինչ-որ թղթեր եք ձևակերպում, այդ թղթերի համար եք գումար վճարում, նաև կարող է գումարի հետ կապված ինչ-որ մի բան եք իմանում, ինչ-որ մի բան եք լսում, միգուցե դա է կորուստը, չգիտեմ արդեն, ինչ-որ միտեղ չեմ կարող գտնել ես այդ կորուստը, դա երևի ուղղակի ինչ-որ մանր-մունր խնդիրներ են, որոնք որ այդքան էլ չի երևում, հա, կարող է ձեր առօրյա կյանքում այդ խնդիրները այդքան էլ չեն բացահայտ, որ դուք տեսնեք, ասեք, հա, վայ, այս ինչ-որ մեծ խնդիր է, հա, կարող է մանր-մունր խնդիրներն աչքի պոչով անցկացնում եք, գնում է, որտեղ մնացած քարտերը ուրիշ բան չեն ասում։ Եվ նաև գումարի հետ կապված այստեղ ինչ-որ մի բան կարող եք իմանալ, ինչ-որ մի թուղթ ստանաք կամ գուցե ասում են, որ ինչ-որ գումար էին ուղարկել ձեզ, որ դուք չգիտեք, կամ նաև սա կարող է լինել ժառանգություն։ Իսկ առողջությանը բացարձակապես ոչինչ չկա, ուրախ եք, հա, ինչ-որ եթե կար, ապա ամեն ինչ կանցնի, ոչ մի խնդիր չկա։ Այս ոչ մի խնդիր մնացած քարտերում չտեսա, որ ասեմ Կամ իրոք մինչև այդ եք կորցրել, կամ այդ վախը չի թողնում, որ ձեզ լիարժեք վայելեք ձեր շաբաթը, կորուստի վախը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին նոյեմբերի 3-ից 9-ը։ Ընդհանուր ֆոնը ուրախ եք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լցված կլինեք, ինչ-որ բաներ տեղի կունենան, նոր սեր, նոր հարաբերություններ, ֆինանսական, աշխատանքային ուրախություն, տեսնենք անձնական կյանքը, հիանալի, աշխատանքը, ֆինանսը, հիանալի է։ Մեկը մյուսից հիանալի քարտեր են։ Միայն այստեղ, հա, պետք է առողջություն ուշադրություն դարձնեք։ Ընտանիքում ամեն ինչ կարգին է, ամեն ինչ խաղաղ է, ամեն ինչ ուրախ է, ամեն ինչ հաջողվում է, ոչ մի հաջողակ մի բան տեղի կունենա ընտանիքի անդամների հետ, որ բոլորով կուրախանաք, որ դա բոլորիդ կվերաբերվի։ Գուցե դուք ձեր, եթե ընտանիք չունեք, եկեք ծանոթանալ մի լավ տղայի կամ աղջկա հետ եւ շփվեք, հարաբերություններ ստեղծեք։ Մի խոսքով ընտանեկան կյանքը հիանալի է։ Աշխատանքում հնարավոր է որ թե կամ ընկերուհին է ձեր ընդունվում աշխատանքի, այդպես ուրախանում եք միամիտ, կամ նոր ընկերու եք ձեռք բերում այնտեղ, կամ պատվիրում է այս աղջիկը ձեզ, կամ դուք եք ինչ-որ մի բան պատվիրում, չնայած աշխատանքը ավելի շատ ձեզ է վերաբերվում։ Նաև աշխատանքի վայրում կարող ինչ-որ մի աղջիկ է գալիս, իր հետ պետք է աշխատեք։ Ձեր տնօրենն է, ձեր մենեջերն է, կամ մեկ շաբաթ մենեջեր է գալիս ու տեսնում եք, վայ, ձեր հարազատ մարդ է։ Ձեր ծանոթներից մեկը։ Եվ գումարային առումով եւս հա գումարով եք ուրախանալու կարծես թե, այստեղ կամ աշխատավարձն է բարձրանում, կամ գումար եք ստանում, վարկ եք ստանում, ինչ որ մի լավ բան է տեղի ունենում, ժառանգություն եք ստանում, որ դա ձեզ բավականին շատ ուրախացնում է։ Գումարային առումով եւս բացարձակ խնդիր չկա, ընդհանուր ֆոնն է դա, որը գումարն է կողմից, եկամուտ ունեք, բիզնես եք բացել, կամ այս աղջիկը այդ ինչ որ բիզնես եք բացում եւ հենց այս շաբաթ միանգամից տեսնում եք շատ մեծ ահռելի գումարներ։ Իսկ առողջությունը այստեղ պետք է ուշադրություն դարձնել մրսածությանը, կոկորտին, անգինային, այդպես կոկորտի ցավ, ձայնալարեր, դրանց պետք է ուշադրություն դարձնեք, մնացածը իդեալական է։ Այսքանը ձեզ համար,
ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին նոյեմբերի 3-ից 9։ Տղա է, ոմանց համար նոր ծանոթություն է, նոր երիտասարդ է, տղաների համար ևս նոր ծանոթություն է, ոմանց համար սա վեճ է, ուշադիր եղեք։ Ձեր տնօրենն է, ձեր հարևանն է, ձեր հայրն է, ձեր ամուսինն է, տղան է, խոսքով յուրաքանչյուր մարդ կարող է լինել, ում հետ շատ առնչվեք այս շաբաթ, ձեր կարիքը շատ ունի։ Անձնական կյանքը Այստեղ անձնական կյանքում ոչ է գաղտնիք կարող է բացահայտվել, ինչ-որ մի բան կարող եք իմանալ, դա մեկը կարող է ձեզ սեր խոստովանել, որ դուք չգիտեիք։ Կամ ընդհանուր ընտանիքում ինչ-որ մի բան բացահայտվի, որը ևս էլի դուք չգիտեիք։ Նաև սա զաքսավորում է, նաև չի բացառվում, սա բաժանում է, նաև կարող եք ձեր հարաբերությունների հետ ինչ-որ էտապը թողնել անցյալում եւ նոր էտապ սկսել, նոր կյանք սկսել, նոր կյանքով ապրել, նոր ձևերով ապրել արդեն։ Անցյալը թողնել անցյալ եւ նորովի սկսել ապրել։ Նաեւ նա ուսում է, որ կարող է ընտանիքի անդամներից ոչ մեկը գնան սովորելու, ինչ-որ մի բան գնաք սովորելու։ Աշխատանքի վայրում, այստեղ ուրախություն է, սա նաև հասարակական գործունեություն է, որով կարող եք զբաղվել, այնտեղ սոցցանցերով եւ այլն, մարդկանց հետ գործունեությունը կարող է դրանում լինի։ Նաև կարող է առիթ է, որից է տոնակատարություն է ձեր աշխատանքի վայրում տեղի ունենում եւ այնտեղ ուրախանում եք։ Դա նաև ձեր գործն է, որը կարող եք հանրայնացնել, ձեր բիզնեսն է, որը կարող եք հանրայնացնել։ Կարող նոր բիզնես է, նոր եք ուզում բացեք եւ հանրային այդպես դարձնեք միանգամից։ Այնպիսի բան է, որ հասարակությանը շատ է պետք։ Գումարի հետ կապված կամ դուք եք գումար ուզելու ձեր ընկերոջից կամ ձեր ընկերը կարող է գումարով ձեզ օգտակար լինել կամ գումար ներդնել ձեր գործունեության մեջ, միգուցե կարող իրար հետ բիզնես եք բացում, ամեն մեկը գումար եք դնում։ Ինչ որ կարող է ուղղակի օգնության կարիք կա կամ ձեզ կամ ձեր ընկերոջը։ Մեկը մյուսին օգնում է։ Իսկ առողջության հետ կապված ուշադրություն պետք է դարձնել ձեր մաշկին անպայման, գեղեցկությանը։ Կարող եք նաև պրոցեդուրաներ անել երիտասարդացման համար, ձեր մաշկին, ինչ որ նոր բաներ մտցնեք։ Նոր քսուկներ, այնտեղ մասկաներ դրեք եւ այլն։ Հետևեք ձեր գեղեցկությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։